Ուղևորությունը սկսեցինք Սան Խոսեում Սանտա Կլարայի համալսարանում ավարտական արարողությանը մասնակցությամբ։ Պատմական համալսարան հիմնադրված 1851 թվականին։ Այնուհետև շրջեցինք Սանտա Ռոուում, գեղեցիկ եվրոպական ոճով բացօթյա կենտրոնում, լի սրճարաններով եւ առևտրի կենտրոններով։ Որոշեցինք այցելել հարևանությամբ գտնվող հայտնի Ուինչեսթեր հրացանների ստեղծող Ուինչեսթերի առեղծվածային առանձնատուն։ Ընտրեցինք Սան Խոսեի կենտրոնում եւ զբոսնեցինք Սան Պետրոյի հրապարակում։ Հաջորդ հանգրվանը Սան Ֆրանցիսկոն էր, որտեղ շտապում ենք մասնակցելու ամառային հանրահայտ ջազ փառատոնին։ Ինչ Սան Ֆրանցիսկո առանց Գիրարդելի լեգենդար պաղպաղակի եւ շոկոլադի։ Այնտեղից ուղևորվեցինք դեպի Կալիստոգա, որն հայտնի է հանքային ջրերի հանգստավայրերով, օրն անցկացրեցինք սպա կենտրոններում եւ լողավազաններում։ Հաջորդ կայանը Յաունթվիլն էր, Նապայի գինու հովտում գտնվող փոքրիկ, բայց շքեղ քաղաք, հայտնի իր ռեստորաններով, քաղցրավենիքներով եւ հիասքանչ բնությամբ։ Այո, սա էլ ես եմ, 1 կամ 2 գինու համտեսից հետո։ Վերջին օրն անցկացրեցինք Նապայի հովտի, գինետներում, Լոս Անջելես վերադարձի ճանապարհին վայելեցինք գեղեցիկ Սենթ Հելենան։ Նապայից Լոս Անջելես, Սան Ֆրանցիսկոից Սակրամենտո, եթե ցանկանում եք տուն գնել կամ ներդրում կատարել Կալիֆոռնիայի յուրաքանչյուր անկյունում, սիրով պատրաստ եմ ձեր ուղեկիցը դառնալ այդ հետաքրքիր ճամփորդության ընթացքում։